Պատմության մեջ առաջին անգամ Նյու Յորքում վայրեջք է կատարել լիովին էլեկտրական օդանավը, թռիչքը տևել է 45 րոպե։ Թռիչքը սկսվել է Նյու Յորքի Սաֆոլք շրջանից և ավարտվել Քուինսի տարածքում, ընդամենը $8 էլեկտրաէներգիայի ծախսով։ Նախագծի նպատակն է նվազեցնել ճանապարհային ծանրաբեռնվածությունը, ածխաթութու գազի արտանետումները և օդային փոխադրումները դարձնել հասանելի, ավելի լայն հանրության համար։ Կոմերցիոն թռիչքները նախատեսվում է սկսել 2026 թվականից։ ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը արդեն հաստատել է էլեկտրական օդանավերի օդաչուների սերտիֆիկացման վերջնական կանոնները, իսկ հիմա սպասում են նաև օդանավի անվտանգության սերտիֆիկացմանը կոմերցիոն նպատակներով շահագործելու համար։ Թողարկման մյուս թեմաները նախ ամառոտ։ ԱՄՆ-ն բարձրացնում է պողպատի և ալյումինի մաքսերը որպես պատճառ ազգային անվտանգությունը նշելով։ Թրամփը հայտնում է զինուժի աննախադեպ կուտակումների մասին ու նշում, որ ԱՄՆ բանակն այսօր ամենաուժեղն է պատմության մեջ։ Սպիտակ տունը կրճատում է բյուջեն առանց Սենատի համաձայնության, որքան գումար է փորձում խնայել նախագահական պալատը։ Մասկը դիմադրել է Սպիտակ տան նախաձեռնությանը, հրապարակայնորեն քննադատելով նոր նախագիծը։ Հարյուրավոր միգրանտներ ձերբակալվել են գաղտնի ստուգայցի ընթացքում, ոմանք արդեն դատապարտվել են արտաքսման։ Ամերիկացիները կուտակում են ռեկորդային վարկային պարտքեր, ինչու են թվերը աճում։ Թրամփի վարչակազմը սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը այն համայնքներին, որոնք համարվում են ապաստարան տրամադրող, այսինքն չեն համագործակցում ICE հետ միգրացիոն օրենքների կիրառման հարցում, բայց պատժամիջոցները առաջին հերթին կազդեն սովորական քաղաքացիների վրա, զրկելով նրանց կենսական ծառայություններից։ Ինչ նոր ծրագրի մասին է խոսքը, այս մասին մանրամասն կխոսենք թողարկման ընթացքում։ Մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող ամենահետաքրքիր, երբեմն էլ ամենաանսպասելի նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Թրամփը ստորագրել է մի նոր հրաման, ըստ որի հունիսի 5-ից ԱՄՆ ներմուծվող պողպատը և ալյումինը հարկվելու են կրկնակի բարձր մաքսատուրքով 50%-ով։ Այս որոշումը ըստ Սպիտակ տան կապված է ԱՄՆ ազգային անվտանգությունը պաշտպանելու և արտաքին շուկայում արհեստականորեն նվազեցված գների դեմ պայքարելու նպատակների համար։ Թրամփի վարչակազմը նշում է, որ մաքսային այս քաղաքականությունը կօգնի զարգացնել ներքին մետաղագործությունը, որը կենսական է ինչպես տնտեսության, այնպես էլ պաշտպանական համակարգերի համար։ Թրամփը հայտարարել է, որ զինված ուժերը կուտակում են աննախադեպ ծավալներով սպառազինություն։ Նա սոցիալական իր ցանցում գրել է, որ սա ԱՄՆ-ի ունեցած երբևէ ամենաուժեղ բանակն է։ Թրամփը հավելել է, որ հուսով է այդ զինատեսակները գործի չեն դրվի։ Այս հայտարարությունը հնչել է այն պահին, երբ սկսվել է նոր տեսակի միջուկային ռումբերի սերիական արտադրությունը։ Թրամփը խոսել է նաև գերձայնային հրթիռների զանգվածային արտադրության մասին, շեշտելով ԱՄՆ ռազմական գերակայության պահպանման կարևորությունը։ Սպիտակ տունը առաջարկել է $9.4 միլիարդ բյուջետային կրճատում, որոնք հիմնականում վերաբերում են արտաքին օգնությանը, ինչպես նաև կրթական ու տեղեկատվական հեռուստառադիոհաղորդումներին։ Կրճատումները նախատեսվում է իրականացնել արագացված կարգով, առանց Սենատի կողմից վետո դնելու հնարավորության։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կրճատել $1.1 միլիարդ ուղղված հանրային հեռուստառադիոհաղորդումների ֆինանսավորմանը, ինչպես նաև միլիոնավոր դոլարներ միջազգային օգնության տարբեր ուղղություններից։ Մասկը հրապարակավ քննադատել է Թրամփի աջակցությամբ ներկայացված մի նոր օրինագիծը, որը Սպիտակ տունը համարում է մեծ և հիասքանչ օրինագիծ։ Նա սոցիալական իր ցանցում գրել է. «Մեջբերեմ, սա զզվելի օրինագիծ է, լցված է չարդարացված և շահադիտական ծախսերով, այլևս չեմ կարող լռել»։ Մեջբերման ավարտը։
Օրինագիծը նախատեսում է կրճատել Medicaid ծրագրի ֆինանսավորումը և երկարաձգել 2017 թվականին ընդունված հարկային արտոնությունները։ Պատասխանատու բյուջետային քաղաքականության կոմիտեի հաշվարկներով այն կարող է առաջիկա տասնամյակում ավելացնել դեֆիցիտը 2.5 տրիլիոն դոլարով։ Մասկը նաև գրել է. «Մեջբերեմ, Կոնգրեսը տանում է Ամերիկան դեպի սնանկացում»։ Մեջբերման ավարտը։ Սենատում քննարկումները շարունակվում են և որոշ հանրապետական սենատորներ արդեն մտահոգություն են հայտնել օրինագծի ֆինանսական հետևանքների շուրջ։ Սպիտակ տան խոսնակը արձագանքել է Մասկին, նշելով. «Մեջբերեմ, նախագահն արդեն գիտի, թե ինչ դիրքորոշում ունի Մասկը այս օրինագծի վերաբերյալ։ Դա չի փոխում նախագահի կարծիքը։ Սա մեծ և հիասքանչ օրինագիծ է, և նա շարունակում է աջակցել դրան»։ Մեջբերման ավարտը։ Թրամփի ուշադրության կենտրոնում են այն բնակավայրերը, որոնք ըստ վարչակազմի լիարժեք չեն համագործակցում ներգաղթի ծառայության աշխատակիցների հետ։ Վարչակազմը հրապարակել է ապաստարան տրամադրող համայնքների պաշտոնական ցուցակը, այդ կերպ փորձելով ճնշում գործադրել այդ տարածքների վրա և խստացնել միգրացիոն վերահսկողությունը։ Ցուցակում ընդգրկվել են մի շարք խոշոր նահանգներ, այդ թվում Կալիֆոռնիան, Նյու Յորքը, Նյու Ջերսին, որտեղ մի շարք քաղաքներ և շրջաններ ունեն ներգաղթյալներին պաշտպանող քաղաքականություն կամ սահմանափակումներ են կիրառել այսի հետ տեղեկատվության փոխանակման հարցում։ Փաստաբանները նշում են, որ ցուցակի տրամաբանությունը հստակ չէ, քանի որ այստեղ կան նաև համայնքներ, որոնք ոչ միայն չեն սահմանափակում իրենց շփումը այսի գործակալների հետ, այլ նաև աջակցում են Թրամփի ներգաղթի քաղաքականությանը։ Ցուցակը, որում ներառված են 500 քաղաքներ, շրջաններ և նահանգներ, հրապարակվել է Թրամփի հրամանով։ Ընդգրկված համայնքներին կուղարկվեն նախազգուշացումներ և կարող են կիրառվել ֆինանսական պատժամիջոցներ, սակայն դեռ հստակ չէ, թե ինչ իրավական քայլեր կձեռնարկվեն։ Դաշնային աջակցության կրճատումը կարող է վտանգ ներկայացնել ոչ միայն մարդկանց անվտանգությանը, այլ նաև բարեկեցությանը։ Այս մոտեցումը կարող է խաթարել հանրային վստահությունն ու սրել միգրացիոն տարաձայնությունները։ Ցուցակից խուսափելու համար պետք է համայնքները համագործակցեն այսի հետ և ունենան սերտ շփումներ։ Քննադատություններից և հայտնաբերված սխալներից հետո ներքին անվտանգության նախարարությունը ցուցակը հանել է իր պաշտոնական կայքից, հայտնելով, որ փաստաթուղթը պարբերաբար վերանայվում է և կարող է ցանկացած պահի փոփոխվել։ Այս ամենը ցույց է տալիս, որ ապաստարան տրամադրող քաղաքների հարցում անհրաժեշտ է պարզ ու հստակ մոտեցում, ոչ թե պատժիչ գործողություններ։ Հակառակ դեպքում այս նախաձեռնությունը կարող է օգտագործվել տեղական իշխանություններին քաղաքական ճնշման տակ դնելու համար։ Միգրացիոն իրավապահները իրականացրել են իրենց պատմության մեջ ամենախոշոր գործողությունը, ձերբակալելով 1461 ապօրինի միգրանտի։ Մասաչուսեթսում ստուգայցի ժամանակ հայտնաբերվել են թմրանյութերի վաճառքով, մանկապղծությամբ և բռնություններով զբաղվող անձինք։ Նրանցից 276-ը արդեն դատապարտվել են արտաքսման։ Սա նույնիսկ գերազանցում է Ֆլորիդայում իրականացված նախորդ ռեկորդային գործողությունը։ Սակայն այս անգամ նահանգային իշխանությունները հրաժարվել են աջակցել այսին, պահպանելով իրենց ապաստարան տրամադրող նահանգի կարգավիճակը։ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են ներգաղթյալ հանցագործների մասշտաբային ձերբակալությունների մասին նաև հարավային Կարոլինայում։ Հետախուզության ընթացքում ձերբակալվել է 80 ներգաղթյալ։ Ձերբակալվածների մեջ եղել են հանցախմբի անդամներ և Հոնդուրասից քաղաքացի, ում փնտրում էին սպանության գործով։ Գործողության ընթացքում նաև հայտնաբերվել են մարդկանց առևտրի հնարավոր զոհեր և անհետ կորած անչափահասներ։ Ներգաղթային ծառայությունները ասում են, որ նման ստուգայցերը կարևոր են վտանգավոր հանցախմբերի դեմ պայքարում։ 21-ամյա բլոգերին ձերբակալել են Նյու Յորքում։ Պատճառն այն է, որ նախապեյությամբ մտել է մարդկանց բնակարաններ, թաքուն նկարահանել է այն, ինչ տեսել է ու այդ ամենը տեղադրել է իր սոցիալական ցանցում։ Նպատակը հայտնի դառնալն է եղել։ Բլոգերը նաև ռեստորանների դիմաց էր կանգնում, իր վրա ձու ու լոբի լցնում, իբր թե կատակ։ Տեսանյութերը նա տեղադրում էր սոցիալական ցանցերում, ինչը դարձել է ոստիկանության միջամտության պատճառը։ Հիմա նրան մեղադրում են առանց թույլտվության տուն մտնելու, մարդկանց գաղտնի նկարահանելու և այդ տեսանյութերը հրապարակելու համար։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Իսկ հիմա միջազգային նորություններ։ Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն Միացյալ Նահանգների հետ քննարկելու ռազմական աջակցությունն ու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։
Զելենսկու աշխատակազմի ղեկավարը նշել է, որ պատվիրակության կազմում են փոխվարչապետը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք Վաշինգտոնում բարձրացնելու են Ուկրաինայի համար կարևոր մի շարք հարցեր, ներառելով պաշտպանական օգնություն, ռազմաճակատի իրավիճակը եւ պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի նկատմամբ։ Բանակցությունների օրակարգում է նաեւ հանքարդյունաբերական համագործակցության համաձայնագիրը, որի միջոցով ԱՄՆ-ն կարող է արտոնյալ կերպով ներգրավել Ուկրաինայի օգտակար հանածոների արդյունահանման ծրագրերում։ ԱՄՆ վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է, բայց լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Հարգելի հետևորդներ, ցանկանում ենք ձեզ զգուշացնել, որ հաքերները կարող են գողանալ ձեր անձնական տվյալները սովորական լիցքավորման լարի միջոցով։ ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ծառայությունը զգուշացրել է մարդկանց, որ օդանավակայաններում հեռախոսներն ու այլ սարքերը չմիացնեն հանրային USB պորտերին։ Այսպիսի միացումները կարող են օգտագործվել հաքերների կողմից ձեր սարքի վրա վնասակար ծրագրեր ներմուծելու եւ վերահսկողություն հաստատելու համար։ Դրա միջոցով հնարավոր է առանց ձեր գիտության գողանալ անձնական տվյալները։ Տրանսպորտային անվտանգության ծառայությունը կոչ է անում նաեւ խուսափել օդանավակայանների բաց Wi-Fi կապից, որոնց հեշտությամբ կարող են կոտրել, հատկապես եթե դրանք օգտագործվում են բանկային կամ առցանց գնումների համար։ Թողարկման այս հատվածում ձեզ համար ներկայացնում ենք վիճակագրական տվյալներ ԱՄՆ-ում սպանությունների մասին։ Վերջին տարիները հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում սպանությունների թիվը կտրուկ նվազել է։ Ըստ վերջին տվյալների թվերը իջել են 21.6%-ով, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածին։ Տվյալները խոստումնալից են հատկապես խոշոր քաղաքներում։ Նյու Յորքում, օրինակ, սպանությունների թիվը այս տարվա սկզբից նվազել է 28.2%-ով։ Այս միտումը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես հանցավորության դեմ իրականացվող հետևողական քաղաքականության արդյունք։ Իսկ վերլուծաբաններն էլ ասում են, որ սպանությունների նվազումը կապված է նաև այն փաստի հետ, որ համաճարակից հետո կյանքը սկսեց բնականon ընթացք ստանալ, մարդիկ վերադարձան աշխատանքի ու սովորական ռեժիմի անցան։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Եթե վաղուց մտածում եք ընտանի կենդանի ունենալու մասին, ապա հիմա հենց ճիշտ ժամանակն է։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի քաղաքային ու շրջանային իշխանությունները կազմակերպել են կենդանիների անվճար որդեգրման հատուկ օր ավելի քան 150 ապաստարաններում։ Անցած տարի այդ օրը տուն գտավ մոտ 2000 կենդանի, իսկ այս տարի ակնկալվում է այդ թիվը հասցնել 5000-ի։ Դուք կարող եք որդեգրել շներ, կատուներ, ճագարներ եւ նույնիսկ ձիեր, նոր կյանք պարգևելով նրանց։ Եթե հետաքրքրում է այս առաջարկը, ապա համապատասխան կայքը տեղադրված է մեր Facebook-յան էջում հենց այս հրապարակման մեջ։ Cartier ապրանքանիշի կայքը ենթարկվել է կիբերհարձակման։ Գողացել են որոշ հաճախորդների տվյալներ, այդ թվում անուններ, էլհասցեներ եւ բնակման վայրի տվյալներ։ Թեև ընկերությունը չի բացահայտել կոնկրետ ում տվյալներն են արտահոսել, բայց չի բացառում, որ թիրախում եղել են հենց բարձր դասի հաճախորդները, որոնց մասին տեղեկությունը կարող է մեծ արժեք ներկայացնել թվային հանցագործների համար։ Ընկերությունը վստահեցնում է, որ բանկային տվյալները չեն արտահոսել եւ արդեն ուժեղացրել է իր կիբերանվտանգությունը։ Marriott ընկերությունը նոր հյուրանոց է բացել նրանց համար, ովքեր ուզում են ճամփորդել, քիչ գումար ծախսելով։ Ֆլորիդայում բացված Studio Res հյուրանոցը նախատեսված է երկարաժամկետ մնալու համար։ Ընկերությունը նշում է, որ այս ձևաչափը հարմար է գործուղումների, շինարարական աշխատանքների կամ ժամանակավոր նախագծերի վրա աշխատող մարդկանց համար։ Նպատակն է ճամփորդությունը դարձնել ավելի հասանելի միջին եկամուտ ունեցողների համար։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ ԱՄՆ ֆոնդային շուկաները վերջին առևտրային օրը գրանցել են աճ, երբ հրապարակված տվյալները ցույց են տվել, որ ապրիլին բաց աշխատատեղերի քանակը զգալիորեն գերազանցել է կանխատեսումները։
Գլխավոր ինդեքսները աճ են գրանցել, տատանվելով 0,5-ից 0,8%-ի սահմաններում։ Սա միաժամանակ տեղի է ունեցել 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերության անկման հետ, ինչը կարող է խոսել ներդրումների կայուն վստահության մասին։ Միևնույն ժամանակ ներդրողները սպասում են Թրամփի և Չինաստանի նախագահի առաջիկա հանդիպմանը, որը կարող է փոխել առևտրային հարաբերությունների ընթացքը։ Շարունակենք թողարկումը, այժմ նորություններ բանկային ոլորտից։ ԱՄՆ կենտրոնական բանկը հանել է Wells Fargo սահմանափակումը, որը 2018 թվականից սկսած արգելում էր բանկին մեծացնել ակտիվները։ Սա բանկին հնարավորություն է տալիս ընդլայնել իր գործողությունը, ավելացնելով ավանդներ, վարկեր և մասնակցելով ֆինանսական խոշոր գործարքներին։ Սահմանափակումը եղել է այն բանից հետո, երբ բանկի աշխատակիցները բացել էին միլիոնավոր կեղծ հաշիվներ առանց հաճախորդների համաձայնության։ Այս խախտումները արվել են ներսում սահմանված վաճառքի պլանները կատարելու նպատակով։ Սկանդալը սկսվել էր Լոս Անջելեսի իշխանությունների հայցից և դարձել էր ժամանակակից բանկային ամենախոշոր սկանդալներից մեկը, առաջացնելով քննադատություն, կոնգրեսական լսումներ և քրեական հետաքննություն։ Ամերիկյան տնտեսությունը գուցե շարունակում է աճել, երբ նայում ենք թվերին, բայց մարդկանց ֆինանսական վիճակը այլ բան է ասում։ Աճող վարձավճարները, սննդի գները և տարատեսակ վճարումները ստիպում են մարդկանց վարկ վերցնել գոյատևելու համար։ ԱՄՆ-ում վարկային պարտքերի բեռը աննախադեպ մակարդակի է հասել։ 2024 թվականի վերջին ամերիկացիները կուտակել են 1,21 տրիլիոն դոլարի վարկային քարտերի պարտք, ըստ Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի։ Սա 45 միլիարդով ավելի է, քան նախորդ եռամսյակում և 82 միլիարդով ավելի բարձր մեկ տարվա կտրվածքով։ Համեմատության համար ասեմ, որ ընդամենը մեկ տարում ավելացված պարտքը գերազանցում է ամբողջ Հայաստանի տարեկան ՀՆ-ն։ Վարկային քարտերի ընդհանուր թիվը հասնում է 600 միլիոնի և դրանցով մարդիկ այսօր վճարում են ամեն ինչ, սննդից մինչև կոմունալներ։ Վարկի տոկոսադրույքներն էլ են սարսափեցնող։ Նոր քարտերի միջին տոկոսադրույքը 20%-ից բարձր է, ինչը նշանակում է $1 պարտքը կարող է արագ վերածվել ծանր ֆինանսական բեռի։ Բայց սա միայն վարկային քարտերի մասին չէ։ Ընդհանուր պարտքը հիմա կազմում է ավելի քան 18 տրիլիոն դոլար։ Դրանից 12,6 տրիլիոնը հիփոթեքներն են, 1,65 տրիլիոնը ավտովարկերը, իսկ 1,61 տրիլիոնը ուսանողական վարկերը։ Ըստ բանկի տվյալների, միայն 2024 թվականի ընթացքում հիփոթեքային պարտքը աճել է 353 միլիարդ դոլարով։ Անհանգստացնող է նաև ժամկետանց պարտքերի քանակը։ Վարկային քարտերի պարտքերի ավելի քան 7%-ը արդեն 90 և ավելի օր ուշացած է, ինչը նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ չեն կարողանում նույնիսկ նվազագույն վճարումները կատարել։ Այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը ապրում են կարմիր գծերի վրա։ Նրանք ոչ թե պարզապես վճարում են ունեցածի համար, այլ ապրում են վարկով։ Վարկը դարձել է առօրյայի մի մաս, ոչ թե արտակարգ միջոց ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար։ Ու եթե այս միտումը շարունակվի, ապա ամերիկյան տնտեսությունը ֆինանսապես խորը ճգնաժամ կապրի։ Ամերիկացի հայտնի ներդրող Ռոբերտ Կիոսակին զգուշացնում է, որ ամառը կարող է սկսվել ֆինանսական շուկայի պատմական փլուզմամբ։ Նրա խոսքով ԱՄՆ-ն կանգնած է երբևէ ամենախոշոր ճգնաժամի առջև։ Այս զարգացումները կարող են հավասարապես ազդել այն ամերիկացիների վրա, ովքեր իրենց խնայողությունները կապել են անշարժ գույքի կամ բաժնետոմսերի հետ, հատկապես տարեց սերունդը։ Կիոսակին կարծում է, որ մարդիկ կսկսեն իրենց գումարները տեղափոխել դեպի բիթքոին, ոսկի և հատկապես արծաթ։ Նա ընտրում է արծաթը, քանի որ դրա արժեքը ներկայումս շատ ցածր է պատմական բարձր մակարդակի համեմատ։ Նրա կանխատեսմամբ մինչև 2025 թվականը արծաթը կարող է եռապատկել իր արժեքը, դառնալով ամենահասանելի ներդրումային միջոցներից մեկը։ Թրամփը ներում է շնորհել Ֆլորիդայի 2 ուզորդների, ովքեր մեղադրվում էին ձկնորսական գծից շնաձկների ազատ արձակման մեջ։ Նրանք ծովում հայտնաբերել էին երկար ձկնորսական լար, բազմաթիվ շնաձկներով ու տարբեր ձկնատեսակներով, մտածել էին, որ նրանք ապօրինաբար են պահվում այնտեղ ու այսպես բաց էին թողել 19 շնաձուկ, ապա գիծը հանել ափ և տեղեկացրել բնապահպաններին։ Սակայն հետագայում պարզվել է, որ այդ ձկնորսական գիծը տեղադրված էր օրինական, գիտական նպատակներով։ Դաշնային դատախազությունը նրանց մեղադրել է գույքի գողության մեջ, չնայած իրենց մտադրությունը եղել էր կենդանիներին պաշտպանելը։ Ներման այս որոշումը հատկապես հետաքրքիր է, որովհետև Թրամփը բազմիցս ասել է, որ չի սիրում շնաձկներին։ Նա նույնիսկ հայտնել է, որ շնաձկները իրեն վախեցնում են և չի հասկանում, ինչու պետք է մարդիկ գումար տան դրանց պահպանության համար։
Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար, մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։